Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Փաշինյանը բղավել է անհետ կորած սպայի քրոջ վրա, ինչ է կատարվել Արաբկիրում։ Քարոզարշավի 11-րդ օրը կրկին ուղեկցվել է աղմկահարույց հայտարարություններով, ինչ բնակավայրերի մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը։ 2026 թվականի առաջին ամիսներին Ադրբեջանը միլիոնավոր դոլարների ինչ ապրանքներ է արտահանել Հայաստան։ Մերձավոր Արևելքում լարվածությունից հետո կողմերը փորձում են նոր բանակցություններ սկսել, ինչ դեր է ստանձնել Պակիստանը։ Արաբկիրում ՔՊԻ քարոզարշավի ժամանակ կրկին միջադեպ է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանին մոտեցել է 44-օրյա պատերազմում անհետ կորած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանի քույրը եւ ասել, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքն ու ուրախությունը։ Կինը Newsam-ի հետ զրույցում պատմել է, որ իր քայլը միայն անձնական ցավով պայմանավորված չէր։ Նրա խոսքով ինքը չէր կարող հաշտվել ոչ միայն եղբոր, այլև հայրենիքի կորստի հետ։ Կինը նաև հայտարարել է, որ չի վախենում հնարավոր հետևանքներից եւ պատրաստ է պատասխան տալ իր ասածների համար։ Ինքը պղծեց ամեն ինչ։ Բավական չի, որ կորցրեցինք մեր հայրենիքի զգալի մասը եւ շարունակում ենք կորցնենք եւ Աստված մի արասցե, եթե վերընտրվի, ես չգիտեմ մեր հետ ինչ ա լինելու, իր թուրքական վիլայեթ ենք դառնալու, Աստված մի արասցե որ լինի։ Դա ես չեմ կարողանում իմ անձնական վշտի հետ այլևս համակերպվել, ոչ անձնական, ոչ ես էլի եմ ասում, առաջնահերթությունը եղբայրս թող ինձ ների, եթե ողջ է, թող ների, եթե չկա, թող հոգին ինձ ների։ Բայց հայրենիքիս այս ձևի անպատիվ կորուստը ես հանդուրժել եւ ներել չեմ կարող երբևէ։ Իսկ մինչ այդ կնոջ խոսքից հետո Փաշինյանը բղավել է նրա վրա ու հայտարարել, թե ղարաբաղցիները թալանել են Հայաստանը։ Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկ տարածությունից նայեմ ձեր աչքերի մեջ եւ ասեմ, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Մի րոպե, դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Ինչ էիք անում։ Երկիր ենք սարքում, կանքել ենք սարքում։ Դուք եք կանդել, Ղարաբաղով թարանել եք։ Եվ ես ասում եմ, մենք Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում վիդեոն, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկետները, հանեք ձեր մասկեց, այս տահակներ, այդ փախածներ, այ մեր երեխեքին հակառակորդ թե առաջ մենակ Ղարաբաղի ակցենտով մասկեքով վիդեո են տարածում, ասում ենք դուք վախկոտ համբալներ եք։ Ընդհանուր առմամբ քարոզարշավի 11-րդ օրը շարունակում է աչքի ընկնել ոչ միայն սկանդալային միջադեպերով, այլ նաև աղմկահարույց հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպման ժամանակ խոսել է այն բնակավայրերի մասին, որոնք սահմանազատման ընթացքում կարող են անցնել Ադրբեջանին։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Բարխուդարլի, Խելեմլի, չէ, դա սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արտվաշենը հետ է գալիս ամբողջությամբ, չի կարա չգա, չի կարա չկա, կարա լինի համաձայն։ Ստացվում ենք մի օկուպանտ ենք, պարոն Փաշինյան, որ Ադրբեջանը տարածները։ Լսեք, հիմա այդ բաները, այդ տերմինները այլևս անցյալում են, որովհետև կոնֆլիկտը հաղթարված է։ Չէ՞ որ ստեղից դուրս գալու են, պարոն Փաշինյան։ Եղբայր, հիմա հարկ մի րոպե։ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նրա խոսքով Փաշինյանը Հայաստանը շերտ առ շերտ հանձնում է Ադրբեջանին։ Օսկանյանը նշել է, որ Ադրբեջանի առաջ քաշած Արևմտյան Ադրբեջան ծրագիրը Հայաստանի համար իրական սպառնալիք է։ Ըստ նրա, գործող իշխանության պայմաններում այդ ծրագրի իրականացումը ավելի հավանական է դառնում։ Փաշինյանը
Հայաստանը սալամեի նման, կալբասի նման շերտ գդրում եւ հանցնում է Ադրբեջանին։ Իր իսկ գծքին խփած այդ Հայաստանը ինքը դեր շերտ գդրում եւ հանցնում է Ադրբեջանին։ Այսօր ադրբեջանական բանակը մխրճվել է Հայաստանի տարածք արդեն օկուպացրել է եւ նվադակ չունեն հետ քաշվելու։ Նրանք գտնվում են Ջերմուկի բարձունքներում, Սյունիքի բարձունքներում, Տավուշում։ Փաշինյանը արդեն Մեղրիում Միջանցքի վրա մեր հայկական հսկողությունը հանձնել է երրորդ կողմի։ Միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն էլ հայտարարել է, որ իշխանությունը պատրաստվում է հանձնել եւս 4 անկլավ, այդ թվում Տիգրանաշենը։ Նրա խոսքով այդ գործընթացը կարող է վտանգել նաեւ Սյունիքի անվտանգությունը։ Հաջորդ կանգառը 300,000 ադրբեջանցիների վերադարձն է եւ հայերի զանգվածային փախուստը։ Քայլ առ քայլ, սերիա առ սերիա մենք տեսնում ենք Հայաստանի ոչնչացումն ուղիղ մեր աչքերի առաջ։ Եվ հիպնոսացված բնակչությունը շարունակում է հանդուրժել սա, իսկ ոմանք էլ արցունքն աչքերին ողջունում են նրանց, ովքեր անում են դա։ Մեր ժողովուրդը դարձել է ահռելի աղանդի զոհ։ Նախընտրական գործընթացներին անդրադարձել է նաև Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր նախկին падգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ Նա քաղաքացիներին կոչ է արել անպայման մասնակցել հունիսի 7-ի ընտրությանը եւ ընդգծել, որ իշխանափոխությունը համարում է անհրաժեշտություն։ Ջուլֆալակյանի խոսքով մարդիկ պետք է գնան ընտրատեղամասեր, որպեսզի իրենց ձայները չօգտագործվեն ցածր մասնակցության պայմաններում։ Եվ քանի որ հունիսի 7-ի ընտրությունները փաստորեն անխուսափելի են, ինչ անել։ Անպայման մերժեք ԿՊ-ին։ Մասնակցեք ընտրություններին, որ ձեր ձայնը չօգտագործեն ինչպես ուզեն։ Հիշեք մայրաքաղաքի օրինակը։ 1.2 միլիոն բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետը դարձել ընդամենը 75,000 ձայն հավաքած ԿՊ-ականը, հենց ցածր մասնակցության պատճառով։ Ձայնը մի տվեք այն ուժերին, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն։ Ստուգեք վերջին սոցհարցումները եւ ընտրություն կատարեք հաղթահարող ուժերից մեկի օգտին։ Ամենայն հավանականությամբ այդ ուժերը 4-ն են լինելու, ինչը հեշտացնելու է ձեր ընտրությունը։ Եվ նորից, անկախ ամեն ինչից, մերժեք ԿՊ-ին, մի դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի արյունոտեք ձեր ձեռքերը։ Իդեպ, մինչ քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը, հայտնի է դարձել, որ 2026 թվականի առաջին 4 ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 9 միլիոն դոլարի ապրանք։ Ըստ ադրբեջանական կողմի հիմնականում արտահանվել է բենզին եւ դիզվառելիք։ Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նոր սոցիալական խոստումներ է տալիս։ Նա հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է օրինականացնել ապօրինի կառուցված տները։ Հիմա մեր մոտեցումը գիտեք, հիմա հա թղթերով անօրինական է, բայց մենք էս եմ ասում մարդը տունը սարքելա 40 տարի մեջ ապրում։ Ինչ պետք է ասենք, հո չենք ասելու դուրս եկեք տնից կամ հո չենք ասելու։ Հիմա դրա համար, քանի որ շատ է թիվը, հատ մարդիկ դիմում են, հատով միջև լուծում ենք, տարիներ է տևում։ Հիմա փաթեթով 300 մետր ուժի մեջ է։ Որ 300 մետրը։ Այդ մանրամասն էս տեղակ չեմ ճիշտն ասած, որ ասեմ։ Բայց բանն է նա օրենք ենք ընդունում, որ փաթեթով լուծեն։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել նաև այն վարորդներին, որոնք նախկինում տարբեր խախտումների, այդ թվում խմած մեքենա վարելու պատճառով զրկվել են վարորդական իրավունքից։ Քաղաքացիները ինչպես են արձագանքել այս հայտարարությանը եւ ինչու են շատերը սա կապում նախընտրական պոպուլիզմի հետ, ռեպորտաժում։ Ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները Փաշինյանի որոշմամբ այն կարող են վերականգնել առանց քննություն հանձնելու։ Այս մասին նա նախընտրական քարոզարշավի շրջանակում է հայտարարել, ապա իր էջում հարցում տեղադրել հասկանալու, թե ով է կողմ որոշմանը։ Հայտարարությունը մեծ արձագանք էր ստացել, այն ողջունեցին վարորդական իրավունքից զրկված անձինք, մտահոգություն հայտնեցին մյուս վարորդները։ Սոցիալական ցանցերում այս թեմայով քննարկումներ են ծավալվում։ Խմած վարորդը պոտենցիալ մարդասպան է, կփաստեն բոլոր այն վարորդները, ովքեր գեթ մեկ անգամ առնչվել են նման խնդրի։
Դեմ եմ խմած վարորդների վկայականների վերականգնմանը։ Այստեղ օրենքն ու օրինապահ լինելը արժեզրկվում են, սա անարդարության զգացողություն է առաջացնում օրինապահ վարորդի մոտ։ Պոտենցիալ մարդասպաններ են, ինչ ներում, ընդհակառակը պիտի մեքենան էլ արգրավել ու աճուրդով վաճառել։ Բազմաթիվ մարդիկ են զոհվել կամ հաշմանդամ դարձել խմած ժամանակ քշելու պատճառով։ Հաստատ չարժեր է լինել։ Իսկ եթե ընտանիք պահելն է հիմնավորում, այո, համակարծիք եմ այստեղ հնչած մտքի հետ, որ ընտանիքի մասին իսկապես մտածողը նախ փողը խմիչքի վրա չի ծախսի, ու երկրորդ կգնա մասնագետի մոտ ու կբուժվի կախվածությունից։ Ղեկին խմած նստած վարորդի պատճառով ես մեռնելուց եմ պրծել, իսկ իր մեքենայում գտնվող 4 ընտանիքի անդամները մահացել են։ Առանց քննության խմած վարորդներին վարորդական իրավունք վերադարձնելը ուղղակի նախընտրական պոպուլիզմ չէ, դա հանցագործությունների բացահայտ խրախուսում է։ Այս ու նման այլ բազում գրառումներ ու մեկնաբանություններ են թողնում քաղաքացիները։ Նրանց հետ համակարծիք է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Նա հիշեցնում է 2018 թվականին նման համաներումից հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Մեքենան համարվում է առավել վտանգի աղբյուր եւ հենց դրա համար էլ մեքենա վարելու համար հատուկ ընթացակարգեր են կիրառվում։ Քննություն, նարկոպսիխո ասվածը, իդեպ նմանատիպ ընթացակարգեր կիրառվում են զենքի թույլտվության համար։ Սա նույն իրավիճակն է, երբ զենքի գործադրման հանցագործություն կատարած անձին կամ զենքի կրման պահպանման կանոնները խախտած անձին զենքի թույլտվությունից զրկեն, հետո առանց նույն ընթացակարգերի կիրառման, առանց քննության եւ այլն, վերականգնել այդ իրավունքը։ Բացի այդ, ըստ իրավապաշտպանի խթանվում է անպատասխանատվությունը, ջուրն են կնում պարեկային համակարգի կայացման համար արված աշխատանքը։ Այդքան արտասահմանյան ռեսուրս չէ, եկա որ ոստիկանական բարեփոխումներ անեն, բարեկների վրա տեսաձայնագրող սարքեր ավելացվեն, տեխնիկական միջոցներ, բարեկները էլ կաշառք չէին վերցնում, որը սիրավախախտ վարորդներին հայտնաբերեն եւ մեկուսացնեն կոպիտ ասած երթևեկությունից։ Հետո գալիս է Նիկոլ Փաշինյանը իր ընտրաշավով եւ ասում է այդ ամբողջ արածը ջուրն եմ գցում։ Մեր մյուս զրուցակիցն օրինակ վստահ է, եթե գիտակցաբար հարբած մեքենա ես վարել, ապա դա կանես երկրորդ անգամ։ Դա արդեն կդառնա ամենաթողություն, ինքը կդառնա այդ ամենաթողության նախատիպ ու ոնց որ ասած, եթե այսօր ինչ-որ մի տեղ որևէ վարորդ ինքն իրան կարա զսպի իմանալով, որ եթե խմած է ղեկին չնստի, երբ որ դա ընդունվի, ինքը արդեն ոնց որ հանգիստ կլինի, կդառնա արխային, հալավ էսա բանա, մեկ առանց քննության կվերականգնվեմ։ Չէ, պետք է լինի ահավոր խիստ, որովհետև այդ երթևեկությունը մենակ իրան չի վնասում, ինքը նաև հասարակությանն է վտանգ ներկայացնում։ Ոչ միայն իրենց, այլև ուրիշների կյանքերի հետ են խաղում նման վարորդները, ասում են զրուցակիցներս ու առաջարկում խստացնել վկայական ունենալու կանոններն անգամ այն վարորդների համար, որոնք վարորդական վկայականից զրկվել են աստիճանաբար, տարբեր խախտումներ անելու հետևանքով։ Քննությունը ես կցանկանայի, որ պարտադիր լիներ ոչ միայն խմած դեպքում զրկելուց, այլ երբ որ հատկացված բալերը տարվա ընթացքում սպառվում է։ Ու այդ սպառվածը ոչ թե ինքը տարին փոխվեց ավտոմատ վերականգնվի, այլ քննություն տաց նոր վերականգնվի։ Դե իսկ Փաշինյանի այս քայլը որակում են որպես պոպուլիզմ ու նախընտրական խոստում։ Վստահ են հետևանքների համար Փաշինյանը պատասխանատվություն չի կրելու այնպես, ինչպես հղի կնոջը վրա երթի ենթարկելու ու նրան կյանքից զրկելու համար։ Սեդամակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ներքաղաքական զարգացումների ֆոնին շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նաև Արմեն Հովհաննիսյանի մահվան դեպքը։ 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարել է, որ սա պարզապես ողբերգություն չէ, այլ իրավապահ համակարգի լուրջ ապօրինության հետևանք։ Սա տարական իրավական ճշմարտություն է, որը պարտավոր էին իմանալ եւ հաշվի առնել բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք ներգրաված են եղել տվյալ գործընթացում։ Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։ Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես դժբախտ պատահար կամ անձնական ողբերգություն։ Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ։
Տեղի ունեցածին անդրադարձել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա շեշտել է, որ չնչին վարչական իրավախախտման համար պետական ռեպրեսիվ ապարատի գործադրումը եւ արարքը կամայականորեն քրեականացնելը ոչ միայն իրավունքի կոպտագույն աղավաղում է, այլև ավտորիտար համակարգերին բնորոշ ակնհայտ քաղաքական հետապնդում։ Երբ պետությունը մարդուն զրկում է ազատությունից, այն բացարձակ պատասխանատվություն է ստանձնում նրա կյանքի համար։ Այս պարտականությունը կրկնապատկվում է, երբ անձն ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Սա մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի կոպտագույն խախտում է։ Իշխող ռեժիմին չպետք է թույլ տալ սա կոծկել։ Քարոզչական պաստառը կարելի է փոխարինել, մարդկային կյանքը՝ երբեք։ Այս գործի վերաբերյալ պետք է իրականացվի անհապաղ, անկախ միջազգային հետաքննություն եւ պետք է սահմանվի բացարձակ պատասխանատվություն։ Հիշեցնեմ, որ Հովանիսյանը ձերբակալվել էր քաղաքական պաստառ պոկելու համար, հետո տեղափոխվել էր Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, որտեղ էլ մահացել էր։ Քննչական կոմիտեն հայտնում է, ինքնավնասման հասցնելու գործով այս պահին ձերբակալվածներ չկան։ Ինչու վարչական իրավախախտման համար նախաձեռնվեց քրեական վարույթ եւ ով է պատասխանատու տեղի ունեցածի համար, ռեպորտաժում։ Նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը սկսվեց սկանդալով, կյանքին վերջ է տվել ՔՊԻ պաստառը պոկած քաղաքացին։ Արմեն Հովանիսյանին ձերբակալել, ապա տեղափոխել էին հոգեկան առողջության կենտրոն։ Քրեական վարույթ էր նախաձեռնվել քարոզարշավը խոչընդոտելու համար։ Հովանիսյանին ԶՊՎ-ում մի քանի ժամ պահելուց հետո տեղափոխել էին հոգեբուժարան։ Քարոզչական պաստառ վնասելը վարչական իրավախախտում է, այն էլ եթե վնասվում է օրենքով սահմանված կարգով փակցված պաստառը։ Պատիժը՝ տուգանք 50,000-ից 100,000 ՀՀ դրամ։ Չի կարող պաստառ վնասելը որևէ դեպքում քրեական պատասխանատվություն ենթադրել։ Այս այլասերված իրավամեկնաբանություններով առաջնորդվող իրավապահների խղճին են Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը, եթե ԶԼՄ-ներում ներկայացված փաստերը հաստատվում են։ Ըստ լրատվամիջոցների, մայիսի 15-ի երեկոյան 18:00-ից Արմեն Հովանիսյանը եղել է անազատության մեջ, իսկ արդեն առավոտյան 9:30-ի սահմաններում հայտնաբերել են նրան կախված վիճակում։ Նրան հոգեբուժարան էին տեղափոխել շտապ օգնության բժշկի ցուցումով, մինչդեռ անհրաժեշտ էր դատարանի թույլտվություն։ Հոգեբուժական հսկողությունը իրականացվում է տեղամասային հոգեբուժների կողմից, բայց տեղամասային հոգեբուժը իրավունք ունի անձին հարկադրաբար հսկողություն իրականացնելու միայն այն դեպքերում, երբ որ դատարանի որոշում կա արտահայտանոցային հարկադիր բուժման։ Ոստիկանությունից պարզաբանում են, Արմեն Հովանիսյանը ձերբակալված էր եւ գտնվում էր համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։ Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո շտապ օգնություն են հրավիրել։ Ինչ է նշանակում բժշկի ցուցում։ Այդ բժիշկը հիմա պատասխանատվության ենթարկվելու է։ Ոստիկանությունն է ուղեկցել նրան։ Ոստիկանությունն է հենց սկզբից նրան բերման ենթարկել եւ քննչական կոմիտեի հարուցած բարույթը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Առողջապահության նախարարությունն էլ է անդրադարձել միջադեպին, ըստ նախարարության քաղաքացին մայիսի 16-ին է ընդունվել հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։ Նա ենթարկվել է նախնական զննության եւ ստացել է համապատասխան նշանակումներ։ Ցավոք տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին եւ իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն ցավոք պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել։ Նման նախադեպ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի հիշում, ինչպես է ստացվել, որ վարչական իրավախախտման համար մարդու դեմ քրեական գործ են հարուցում ու հասցնում մահվան մի քանի ժամում։ Իրավապաշտպանը պնդում է պետական կառույցներն ու իշխանությունն են պատասխանատու միջադեպի համար։ Սա կյանքի իրավունքի խախտում է, կոպտագույն միջամտություն է, վերջապես մարդու համար է օրենքը, ոչ թե օրենքը մարդու դեմ է։
Այն որ փորձում են հիմա ցույց տալ, որ իրենք իբր թե այդպես հետևում են, որ օրենք չխախտվի, նախընտրական կաշառքներ, մենք չենք տեսնում համաչափ մոտեցում։ Հատկանշական է, որ պաստառ պոկելու համար ավելի վաղ ձերբակալվել էր եւս մեկ քաղաքացի։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էր ահազանգ հնչեցրել, որ իրեն զանգել էր մի կին ու ասել, որ ԿՊ-ի պաստառը պոկելու համար նրան մետրոյում ցանկանում են ձերբակալել։ Քարոզչական պաստառները պոկելու միջադեպեր շատ են գրանցվում, պոկում են նաև ընդդիմության պաստառները, բայց դրանց համար պատասխանատվության ենթարկված չկա։ Ընդդիմության ներկայացուցիչներն էլ սկսել են սոցիալական էջերում նկարներ հրապարակել ու ահազանգ հնչեցնել, որ պոկում են իրենց պաստառները։ Կոմիտասի պողոտա, սա սուպերմարկետից մի քիչ վերև Նիսանի ավտոսալոնի դիմացի մայթ։ Պատառոտել են Հայաստան Դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները։ Եկեք գրազ գանք, որ մեր փառապանծ իրավապահները մեղավորներին չեն գտնի։ Նիկոլի թվի արդարադատությունը։ Իրավապաշտպաններն ասում են, քաղաքացու կյանք խլած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես դժբախտ պատահար կամ անձնական ողբերգություն։ Սա իրավական ամենաթողության, անպատժելիության եւ իրավապահ կառույցների կողմից օրենքի բացահայտ խեղաթյուրման հետևանք է, որը ուղիղ համապատասխանում է քրեական օրենսգրքի 478 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին։ Սեդամակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ ներքաղաքական զարգացումներին զուգահեռ նոր քրեական գործ է բացահայտվել հակակոռուպցիոն կոմիտեում։ Ըստ պաշտոնական տվյալների, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի շախմատ գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներից մեկը տարիներ շարունակ աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ։ Քննությամբ պարզվել է, որ ընդհանուր առմամբ հափշտակվել է ավելի քան 5 միլիոն դրամ։ Գործով մեղադրանքներ են առաջադրվել մի քանի անձանց, իսկ նախաքննության ընթացքում մեղադրյալներն ամբողջությամբ վերականգնել են պատճառված վնասը։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ին է փոխանցել իր դիտարկումները Վաշինգտոնի ներկայացրած նոր առաջարկների վերաբերյալ։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային նշել է, որ միջնորդի դերը ստանձնել է Պակիստանը։ Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին, ինչից հետո տարածաշրջանում վիճակը կտրուկ սրվել էր։ Այժմ կողմերը փորձում են վերադառնալ բանակցությունների սեղան։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին նոր զոհերի մասին է հայտնում Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը։ Ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2-ը ծանր վիրավոր են։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Մայիսի 17-ի գիշերն ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի վրա։ Ուկրաինական լրատվամիջոցներն այս հարձակումն անվանում են պատերազմի սկզբից ի վեր ամենախոշորը։ Մոսկվայի մարզի իշխանությունները հայտնել են 3 զոհի եւ 16 վիրավորի մասին։ Հարվածի տակ է հայտնվել նավթարդյունաբերական 2 օբյեկտ՝ Կապոտնիայում գտնվող Մոսկվայի նավթավերամշակման գործարանը եւ Դուրիգինո գյուղում գտնվող նավթամթերքի բեռնաման կայանը։ Մենք լայնածավալ գործողություններ ենք իրականացնում Մոսկվայի դեմ, այս անգամ թիրախների հեռավորությունը գերազանցում է 500 կիլոմետրը։ Պատերազմը, ինչպես եւ սպասվում էր, վերադառնում է իր հայրենի հանգրվան, եւ սա հստակ ազդանշան է, որ պետք է հեռու մնալ Ուկրաինայից։ Հարվածները մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Անօդաչու թռչող սարք է մտել Լատվիայի օդային տարածք։ Երկրի զինված ուժերը չեն նշել, թե որ երկրին է պատկանել անօդաչուն։ Ականատեսների տեսանյութի համաձայն սարքը պատկանել է Ուկրաինային եւ երկիր է մուտք գործել Ռուսաստանին ուղղված հարվածների ժամանակ։ Երկրի զինված ուժերն օդ է բարձրացրել կործանիչներ։ Սարքը լքել է Լատվիայի օդային տարածքը։ Միացյալ Նահանգներն Իրանին է ներկայացրել 5 պահանջից բաղկացած ցանկ, որը պետք է կատարվի բանակցությունները վերսկսելու համար։ Սա Վաշինգտոնի պատասխանն է Իրանի նմանատիպ առաջարկին։ Միացյալ Նահանգները պահանջում է Իրանից դուրս բերել եւ իրենց հանձնել 400 կիլոգրամ հարստացված ուրանը, պահպանել միայն 1 գործող միջուկային համալիր եւ այլն։ Ըստ փորձագետների, Միացյալ Նահանգները չի ձգտում լուծել խնդիրը, այլ ուզում է հասնել այն նպատակներին, որոնց չի հասել պատերազմի ընթացքում։ Ժամանակը գնում է եւ Իրանը լավ կանի արագ գործի, հակառակ դեպքում նրանցից ոչինչ չի մնա։ Ժամանակը կարևոր է, գրել է Դոնալդ Թրամփը։ Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանին, թիրախում ըստ իշխանությունների Հեզբոլլահ խմբավորման անդամներն ու օբյեկտներն են։ Չինաստանի հարավում երկրաշարժ է գրանցվել, 13 բնակելի շենք վնասվել է, ավելի քան 7000 մարդ տարհանվել։
Հարավային Կորեան 2027 թվականից ամբողջությամբ կարգելի շան մսի վաճառքը։ Իշխանությունների համաձայն շների ֆերմաների 82%-ն արդեն փակվել է, իսկ մնացածները կդադարեցնեն գործունեությունը մինչև 2026 թվականի ավարտը։ Արգելքը եղել է Յուն Սոկ Յոլի նախընտրական խոստումներից մեկը։ Եվ վերջում, Կիրակի կեսօրին 46-ամյա մի տղամարդ, որը ներկայացել է որպես գործարար, մտել է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարան, նստել մեծ կայսերական գահին եւ սկսել կարդալ իր բերած թղթերը։ Ըստ ականատեսների, նա կարդացել է կաշառակերության, վարկերի ու սնանկության մասին տեքստեր։ Երբ թանգարանի աշխատակիցը փորձել է կանգնեցնել նրան, տղամարդը հանել է երկու դանակ ու սպառնացել։ Ի վերջո նրան հաջողվել է ձերբակալել։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։